18-14 րոպե մայր քաղաքում Quest Pistols-ներ մեր եթերում եւ ես ինչպես խոստացել էի 18-ից 19 ընկած ժամանակահատվածում մի որոշ ժամանակ մենք կգողանանք մեր եթերից եւ կդիմավորենք մեր հյուրին։ Իդեպ մեր հյուրը մի երիտասարդ երգիչ է, որ պատրաստվում է այս տարի Կիպրոսը ներկայացնել Եվրատեսիլ երգի մեծագույն մրցույթում։ Սկզբի համար առաջարկում եմ նրա հին երգերից մեկը լսել այս պահին, այն կոչվում է Խանա, ու հետո արդեն կսկսենք մեր զրույցը, շարունակեք մնալ մեզ հետ, հարցեր ունենալու դեպքում կարող եք նաև միանալ մեզ։ Նշանակում է նորից, այո, այսօր մի քանի հունարեն բառ կհասցնեմ ես սովորել, Հովիգներ մեր եթերում, պատկերացրեք, որ ինչով է մեզ հետաքրքրել Կիպրոսի ներկայացուցիչը, չնայած բոլորն են հետաքրքրում, եթե մեզ հետաքրքրում է Եվրատեսիլը, բայց նա ազգությամբ հայ է, արմատներով արյամբ հայ է եւ այս տարի Կիպրոսն է ներկայացնելու, այս պահին գտնվում է Հայաստանում եւ մենք իհարկե պիտի բաց չթողնեինք այդ հնարավորությունը եւ հիմա հյուրընկալել ենք նրան եւ Եվրատեսիլի հետ հասարակայնության, այսպես Եվրատեսիլի շրջանակներում հասարակայնության հետ կապերի նրա մենեջերը Անդրեաս Վասիլիուն, ողջույն տղաներ։ Բարև, Հովիկ դու հայերեն ես խոսում, ես զարմացած եմ շատ։ Բայց ինչու զարմացած բիլակ ես հայ եմ, անշուշտ հայերեն եմ խոսում, դու մեծած ենք հայերեն խոսելով, հայերեն դպրոցները ուսանած եմ, ինձ համար բարձ է հայերեն խոսելը։ Հարմար տեղավորվիր, դու հանգիստ։ Okay, ասան։ Լուրջ, վաու։ Այո, մեզ Պետք է շատ ավերեցել ստուդիոն, շատ սիրեցի։ Եվ տեխնիկապես շատ էսպես գերհագեցած, այնպես որ դուք հանգիստ նստեք ձեզ համար, մոտ մի եկեք միկրոֆոն, դուք խոսեք, որ perfect։ Այո, perfect։ Ես կխնդրեի, որ մի փոքր պատմեիր քո մասին, որտեղ ես ծնվել, ինչպես եք հայտնվել Կիպրոսում, որ հարցս չհասկանաս, ասա ես անգլերեն թարգմանել եմ։ Ես քո ամեն հարցերը անվանում եմ։ Բայց ես հասկացա, որ դու ամենից հասկանում ես։ Ուրեմն ես Կիպրոս եմ ծնվել, իմ մայրիկս Կիպրոս ծնված է, հայրս Սուրիա ծնված է, հայ է, բայց շատ տարիներ արդեն Կիպրոս կաբրի։ Ես Կիպրոս ծնված եմ 1989-ին։ Ահա։ Եվ 3 հունվարին դարձած կոմոդենագոր։ Եվ Նարեկ վարժանն ուսանած եմ իբր elementary school եւ հետո Մելքոնյան գրթական հաստատություն, անոր համար դունի մեջ մենք հայերեն խոսելով մեծած ենք, փորձենք միշտ պահպանել մեր հայկական ավանդությունները, բարդենք մեր հայելալուն համար անշուշտ։ Հրաշալի է, շատ հաճելի, շատ համակրելի երիտասարդ տղամարդ է Հովիկը, կարող եք տեսնել նրան նաև միանալով 3w.radiovan.fm ինտերնետային կայքով on-line հեռարձակմանը ու տեսեք Եվրատեսիլում ում եք տեսնելու բեմում, առաջինը նրան լսում եք Փաստորեն ռադիովանով, այո, մեզ հետևում են այս պահին, մենք ունենք այստեղ կամերաներ եւ բոլորը մեզ հետևում են։ Ես կարծում եմ, որ մեզ շատ հետաքրքիր զրույց է սպասվում, սիրելի ռադիոլսողներ, գովազդային դադարից անմիջապես հետո մենք կշարունակենք, այնպես որ մնացեք մեզ հետ։ Եվ այսպես շարունակում ենք մեր զրույցը մեր հյուրերի հետ, իսկ այս ինչ եմ ես անում, ահա իսկ մեր հյուրը Հովիկն է, որ ներկայացնելու այս տարի Եվրատեսիլում Կիպրոսը, նա շատ կարճ ժամանակով եկել է Հայաստան, նրա հետ է նաև նրա մենեջերը, օգնականը, չգիտեմ ինչպես ուզում եք, պրոդյուսերը, ինչպես ուզում եք նրան այսպես գնահատեք, ամենայն դեպս շատ օգնում է Հովիկին Անդրեաս Վասիլիուսը եւ Վասիլյուն։ Այո, եւ հիմա մենք շարունակենք զրուցել, իմացանք Հովիկը ինչ ծագում ունի, ինչպես է հայտնվել Կիպրոսում, ծնվել է նա այնտեղ ու շատ լավ խոսում է հայերեն, ինչը հիացնում է։ Շարունակենք այդ գեղեցիկ հայերենով նրան մի քիչ խոսեցնել։ Հովիկ ջան, նախ ինձ հետաքրքիր է պատմիր մի փոքր, երբ հանդիպեցիր երաժշտությանը, երբ սիրահարվեցիք իրար։ Ես կարծում եմ, եթե քեզ փաստորեն դու շատ լավ բացկնաս, որ երբ որ երաժշտության հետ, ընդհանրապես արտի հետ երբ որ կապ ունի, դու չես որոշել ասպանը, կարծեմ որոշված գլագոր ասպանը քեզ մի առաջ, անորոշ ես երբ որ գիշեմ ինքս ինձ համար միշտ ավելի թույլ եղած է երաժշտությամբ արդահայտվիմ, ինձ համար ամենահեշտ արդահայտվության ցավը եղած է ասի, անորոշ ինչքան գիշեմ ինքս կսիրեի երգեմ, կսիրեի արդասանել, թադրոն, ասամ եմ պաներ գսիրեի, բայց գամաց երկը ինձի հաղթեց և անոնոմար ինչքան գիշեմ ինքս երկը սիրազեմ։ Փորձեցի ուրիշ բանով ալ սպաղվի մարքեթինգ հաշվաբարություն, բայց
երեք ամսվա մեջ հասկացա որ ինձ համար չնասպարելա։ Քո հոգին ուզում էր երգել եւ դու երգեցիր, բայց առաջին անգամ օրինակ երբ էր որ հանդիսատեսի արչեւ ելույթ ունեցար բեմում։ Դբրոց եղած առաջին անգամներ ինչպես կարծում եմ ամեն բավական ավելի երկչոն համար գիշեմ ասենք թե Նարեկ վարժանին մեջ որ Նիկոսիա ինձ գանչեին Pavarotti Junior ասենք թե որտեվ գսիրեի ելամ երկեմ եւ so շատ բզդիգեի օրինակ մայրս կբադմե որ 5 տարեկանից քաղաքը գբդենք որ եւ երջախում մգար ես բզդիգ եղած վախտ արդեն ելած եմ իրենց փորձեմ երկեմ եւ մայրս քաշերով որ վարիչն որտեվ I was winning the show ասենք թե 5 տարեկան բզդիգ փամ Եվ այդ ժամանակվանից էլ կանխորոշվել է հավանաբար, որ դու երգիչ ես դառնալու։ Մենք ես կանդրադառնանք, բայց Անդրեասին էլ մի քանի հարց տանք։ Անդրեas, hi. Good evening. It's nice to meet you there. Hello, Andrea. Apologies that I don't speak Romanian yet. Yes, you are going to learn? It's among my to-do list. Wow, that's great. Անդրեաս ասում է ինձ կներեք, որ ես հայերեն չեմ խոսում դեռ, ես կարծում եմ որ նա պատրաստվում է արդեն սովորել. So, Andreas, tell me about Hovik. How did you find him? And when did you start to collaborate with him? Well, I've been working with CYBC for a few years now on the Eurovision project, even though I work for a different private channel. And it's been quite some times that we were eager to work with Hovik to do a direct selection to choose Hovik instead of doing a national final. Of course, the public in Cyprus know Hovik from the X Factor, that was a few years ago, and then we saw him again coming back through the national final that we had last year in 2014, 15, I'm sorry. 15. And then we started talking about since May, I must say, what we should do next year. And we said, okay, let's just find the artist first. And we really believed that Hovik was a person that was representing what we had in mind. Someone fresh, someone talented, someone young, energetic, who will deliver someone handsome. Yes. We're living that. Exactly. Yeah, that one as well. So that a person who could deliver on stage something that people will keep in mind because let's not forget it's 27 songs in the Eurovision final, because I take it for granted that we will be in the final, but we need your support, of course. I'm sure too, if Hovik is represented in Cyprus, so you will be in final. So we are 100% sure that Hovik will deliver the best possible performance. He has proven through the years that he's so talented, so focused on what he's doing. So we are so happy to have him. Hovik is sitting there proud. Let me translate in 2 words, just to let people understand what are we talking about. Սիրելի ռադիոլսողներ, այս պահին Անդրեասը, Պաստոր Անդրեասը կարելի ասել մեր Գոհար Գասպարյանն է Կիպրոսում, հա, ճիշտ եմ ասում։ Գրեթե, այո, նա զբաղվում է այնտեղ ամենահայտնի հեռուստաալիքով Եվրատեսիլի այսպես ներկայացուցիչն է Կիպրոսի ու ամեն անգամ ինքն է որոշում շատ տարբեր բաներ։ Մոտավորապես այդպես կարելի հասկանալ, Անդրեաս ասաց, որ Հովիկին Կիպրոսում բոլորը ճանաչում են դեռ X Factor-ից, որ մի քանի տարի առաջ նա ներկայացավ ու ցնցեց կիպրոսյան հասարակությունը իր տաղանդով, իր հրաշալի ձայնով, երգեցողությամբ, Հովիկն էլ ավելացրեց իր գեղեցկատեսությամբ եւս, այո, նա շատ համակրելի է, կարող եք տեսնել www.radiovan.fm ինտերնետային կայքով, բայց վաղն էլ առավոտյան կարող եք տեսնել նրան Երկիր մեդիայով, մեր գործընկերների հյուրներ լինելու, իսկ երեկոյան արդեն դեպի Եվրատեսիլի ուղիղ եթերում կերգի անպայման, եւ նաեւ ասում էր, որ շատ արդեն քանի տարի է մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որի վերջո հենց Հովիկը ներկայացնի Կիպրոսը Եվրատեսիլում, որովհետև նա կարծում ենք, որ շատ մեծ հույսեր են կապում նրա հետ, փաստորեն, որ նա կկարողանա անպայման դուրս գալ եզրափակիչ եւ բարձր հորիզոնականներ զբաղեցնել, որովհետև մասնագետը գնահատում է, որ Հովիկը ունի բոլոր այդ հնարավորությունները։ Սա առաջին փորձը չի Հովիկ, որ դու Եվրատեսիլին ուզում ես մասնակցել, որքանով ես հասկացա, մի քիչ ուսումնասիրելով, օրինակ անցյալ տարի եւս մասնակցել ես։ 2 տարի առաջ, 15-ին։
Ահա, անցյալ էր դասը, դա Այո, անցյալ դարի ճիշտ է, 2016-ն է։ բայց անցյալ դարի օքեյ, ճիշտ է։ Լավ, հասկացա, 2015-ին ես փորձել, 16-ին չես փորձել։ 16-ին ոչ։ Ինչու չես փորձել։ Որովհետև ինտերնալի զադեցին իրենք ինչպես այս տարին ձի զադեցին, անցյալ դարի զադեցին -1 խումբը որ գնաց եւ ներկայացուց։ So ուղղակի այդպես, բայց իսկ 2015-ին ինչպես ստացվեց դա, ներկայացար Մեկս չունեին նորեն չունեի որ փորձեմ, որովհետև 2010-ին փորձած էի եւ երկրորդ եկած էի 2010-ին այս երկով էիր ոչ փորձել այս երկով, ուրիշ երկով, որ ճիշտ ասած չեմ հիշել շատ երկով, որովհետև այդքան շատ չէի սիրել, so լավ որ չէ եղած, որովհետև կարծում եմ մենջ right timing-ով գլա So երկու տարի առաջ ինձ լավ երգ մղրգեցին մեկ հատ կոմպոզիտոր եւ իմաստը շատ աղվոր էր երգին Stone in a River-ը մենք հիմա լսելու ենք քիչ ասի այո բիդի փորձեմ որովհետեւ սկացի որ փամունի մսելու եվրոպային այնադեն որովհետեւ բարձ ինչի մասին է երգը Երգը մարդկության մասին է ընդհանրապես Why is everyone just a stone in a river drifting by like a blind believer So սկացի այն երգը եւ ուզեցի փորձեցի եւ ելա երրորդ կարծում այն դարի չեմ հիշել կամ 4-րդ բայց աստված գրգես այս տարի արի թմնակնին Ես կարծում եմ այդ ժամանակ տպավորություն ես գործել ու բոլորը սպասել են երբ է գալու այդ պահը որ հենց Իմ գարտիկովս ամեն մարդու կորձը պետք է ամենալավ իր ինքնին ներկայացնի ամեն անգամ դրանից հետո կոնցերտը չի բարձ է Andreas What are your expectations next year? 2017, I mean about Eurovision. Well, we'll try to do our best. Of course, we don't have the song yet. So you don't have the song? We have a little thing missing, which is the song. But we're working on it. We are positive and we are enthusiastic about what's coming. But unfortunately, we can't say more. But what's important is that Thomas has seen Hovik who is Thomas? Thomas Gison, who is the composer of the song. Okay. Who also has a winning entry in his portfolio, Euphoria with Loreen in 2012. So I think he knows how to write a song based on the artist that he has. So he doesn't just write a song, he writes a song which is specifically made for the artist who is going to perform it. So what we have in mind now is that we have to work hard to work on our song, work on the staging of the performance, and try the best and see what's gonna happen. You know, with Eurovision, anything can happen. Yes. Anything can happen. You can never prevent, you can never predict. Anything. You can never do anything. It's full of surprises. Exactly. And each country that votes in because you have 42 countries that vote in the contest and everyone has different taste in music. I should say that Cyprus representatives are always good. They are really good. Thank you. They represent quality music, so we like it. Really, and we always vote for Armenia, which is important. We know we're falling for you. But because we love your songs. So we love you too. Let's translate a little bit. Ես հարցրեցի թե ինչ սպասելիքներ ունի 2017-ից, մասնավորապես Եվրատեսիլի շրջանակներում նկատի ունեի։ Անդրեաս ասաց, որ մենք անելու ենք լավագույնը, որպեսզի փորձենք լավագույնս ներկայանալ։ Նաև այստեղ ամենակարևոր տեղեկությունն այն էր, որ ամենայն դեպս նա ով գրում է երգը, ասում է հիմա ամեն ինչ չեմ կարող ասել, որովհետև երգը չկա, որպեսզի ամբողջական պատկերացում ունենանք, բայց Հովիկի հնարավորությունների վրա ոչ ոք չի կասկածում փաստորեն։ Իսկ երգը գրում է Thomas Gison ով որ գրել է Լորինի Euphoria կատարումը, որը դեռ մինչև հիմա սիրվում է բոլորի կողմից, բոլորը դեռ լսում են մինչ այս պահը, ասում է, որ նա յուրահատկությունն այն է, որ նա արտիստին համապատասխան, ոչ թե Եվրատեսիլ, նա փորձում է ամեն ինչ հարմարացնել, եւ Եվրատեսիլին համապատասխան լինի երգը եւ հենց այն արտիստին, ով որ կատարելու է այդ երգը, եւ նա արդեն գիտի Հովիկին հրաշալի գիտի, ուսումնասիրել է ու այս պահին փորձում է այնպիսի երգ գրել, որով լավագույնս Հովիկը կներկայանա։ Որ անհամբեր ենք ծեր հետ բաժնվելու երգը։ Այո, մենք էլ ենք անհամբերությամբ սպասելու։
Առաջարկում եւս մի փոքրիկ դաթար վերցնել, հետո բաց չթողնենք, նրանց հետ շատ հաճելի է մի քիչ էլ կզրուցենք, եթե դեմ չեք սիրելի ռադիոլսողներ։ Radio 1 Իքնարմար եթերում գետի քարեր, այսպես մարդիկ կարծես քարեր լինեն գետում, այդ մասին է երգը, եւ այս երգը Հովիկը ներկայացրել էր 2015 թվականին Եվրատեսիլի նախընտրական այսպես շոուին, բարձր հորիզոնական էր գրավել, բայց այնուամենայնիվ չէր հաղթել ու հիմա արդեն նրան հենց ընտրել են առանց նախընտրական փուլերի եւ այլն, որոշել է Կիպրոսը, որ իրեն պիտի ներկայացնի հենց Հովիկը, երգը դեռ պատրաստ չի, դրա համար մենք լսում ենք նախորդ ստեղծագործությունը ու շարունակում ենք մեր զրույցը, մենք մինչ դուք լսում եք գովազդային հոլովակներ, տղաների հետ զրուցում էինք, թե Հայաստանի ներկայացուցիչներից ում են ամենից շատ հավանել, իհարկե միանշանակ էստեղ հնչում է Իվետա Մուկուչյանի անունը, Իվետա Հովիկ անհամբեր սպասում է վաղը Իվետայի հետ հանդիպմանը, ես էլ զանգարեմ զգուշացնեմ, որ հատուկ ընդունելություն Իվետան ցուցաբերի, նաև Անդրեաս ասաց, որ Սիրուշոյի քելեն մինչ այս պահը դեռ Կիպրոսի ակումբներում շարունակում են լսել ու ապարել դրա տակ ու ընդհանրապես տղաները ասում էին, որ Հայաստանը ամեն տարի հրաշալի է ներկայացել Եվրատեսիլին շատ նախանձելի ներկայացուցիչներով։ Այս տարի Հովիկը հայ լինելով հանդերձ Հայաստանը չի ներկայացնելու, նա ներկայացնելու է հենց այն երկիրը, որտեղ ծնվել է եւ մեծացել է։ Հովիկ ջան, ինչ զգացողություններ ունես դրա հետ կապված եւ դու պատկերացնես դու հիմա մրցակցության մեջ ես այնտեղ լինելու Հայաստանի հետ, սա շատ հետաքրքիր բան է։ Դու ինքդ հայ լինելով ներկայացնում ես այն երկիրը, որը քեզ ծնել է, սնել է, պահել է, կրթություն է տվել, բայց հոգուտ մի անկյունում էլ կա նաև Հայաստանը եւ երկուսդ էլ պիտի պայքարեք ձեր տեղի համար։ Ինչ է զգում։ Շատ ճիշտ է, ինչ կսես, բայց ինձ համար Կիպրոսը օդար չէ, ես հայ եմ անշուշտ, բայց Կիպրոս ծնած, Կիպրոս մեծացած։ Դրա համար եմ ասում, դա բարդացնում է վիճակը շատ։ Մի քիչ weird բիլա, բայց այն վարյանն որ երկի մրցումն է, ես իբր professional պետք է լամ ինչքան objective կրնամ եւ ինչքան լավ կրնամ ներկայացնեմ այն երկիրը որ պետք է ներկայացնեմ ասպահին։ Եթե օրի մեկը Հայաստանը ներկայացնում անպայման այնադեն ընկերություն կանեք այնտեղ դուք իրար։ Անշուշտ արդեն Հետաքրքիր է Հովիկը ինձ նաև հարցրեց ում եք հավանում, ով է գնալու այս տարի, ասում եմ իմ կարծիքով Արծվիկը իհարկե, ասում եմ ում հարցնում են, բոլորը ասում են Արծվիկը, բայց ինչի եք անվստահ ասում, որ Արծվիկը չի գնալու, այդպես որ Արծվիկը անցնի։ Դուք երկուսդ, հա, այնպեսի բնավորություն ունեք, շատ նման եք իրար ձեր պարզությամբ, մաքրությամբ, կարծում եմ դուք այնտեղ շատ լավ Անպայման overall կա շատ լավ բիանցնենք, վստահ ավելի մոդիկ պիես կանք մենք մույսին հետ։ Դե հուսանք, որ այդպես էլ կլինի, համենայն դեպս մենք մեր հույսերը չենք կորցնում, վաղը կորոշվի։ Այո, վաղը կորոշվի թե ով է գնալու, ով էլ գնա ամեն դեպքում։ Այո, ով էլ գնա, կարծեմ նորեն շատ լավ ծով պիտի ներկայացնե Հայաստանը, հաջողություն մաղթեմ երկրնա, իրենց տեղը եղած եմ, գիտեմ ինչքան ստրեսֆուլ է, այո, բայց գուզեմ ասեմ, որ թող փորձեն ինչքան լավ գրնան անցնեն, որովհետև այս բաները կյանքի մեջ մի անգամ գլանի պետք է ապրենք Եվ հետո մեկը այս տարի կանցնի, մյուս տարի կանցնի, ինչ է եղել ոչ մի։ Ես ողջ example եմ։ Պես այո, 2015-ին ներկայացրեցիր, ցանկությունդ հայտնեցիր եւ 2017-ին արդեն կներկայացնես Կիպրոսը։ Ճիշտ ասանք։ Հովիկ ջան, սա քո առաջին այցելությունն էր Հայաստանում։ Առաջին այցելությունն էր, որովհետեւ ինչքան անգամ փորձած ուզած եմ կամ միշտ բան մի եղած է եւ հարմար չէ եղած ինձ համար, որովհետեւ ես ամառները շատ կաշխատեմ, շատ համերգներ ունիմ, շատ ակումբներում մեջ կերկեմ Կիպրոս Հունաստան։ So այս անգամ առաջին անգամը լավ արիթ եղավ, բայց ցեզի վստահեցնում որ վերջին անգամը չէ, ինչքան շատ սիրեցի, իսկապես շատ սիրեցի, շատ ցուրտ է պետք է ասեմ ցեզի, շատ մենք գիտենք մեզ ամառել է ցուրտ Հովիկ ջան։ Բայց շատ անուշիկ է, այսինքն սույն որ իջած է եւ ջամփարում վրանստաս շատ ռոմանտիկ նկարումն է ինձ համար եւ ես ուսում գարնանը դու կգաս կամ աշնանը ու կտեսնես ինչքան գեղեցիկ է Հայաստանը գարնանն ու աշնանը։ Մեմը շուտով վիթփորձեմ նորեն իդ կամ հուսով եմ որ շատ շուտ իդ դիքամ որտեվ միշտ փամը գավրենձի հոս վստահեմ ավելի պիտի քաշի այլևս թե իդ կալը որ հուսով ենք սպասում ենք շնորհակալություն տղաներ ինչքան ցուրտ է բայց պետք է ցեսեմ որ մինչև հիմա ինձ ամեն հայերը շատ դակցով դիմավորում են եւ ասի ինձ համար շատ մեծ հայերը ամեն մեկին տակ ձևով չեն դիմավորում ասեմ իմանաս Okay, եթե դու գսես ինձ վելա վիլա ֆամիլիկ այո ուրեմն ես առավել եւս միշտ շատ ջղայն եմ ընդունում բոլորին բայց քեզ շատ մեծ հաճույքով ես դիմավորեցի դու յուրահատուկ ես քեզ հաջողություններ ենք մաղթում ես ալքեզի
all the Ուսով եմ best. դեռ կհանդիպենք անպայման։ Անպայման։ Շնորհակալություն, իսկ մեր ռադիոլսողներին տեղեկացնեմ, ինչպես կարող եք նախ Հովիկի ձայնը իսկապես ես էլ շատ սիրում եմ այդ խրպոտությունը տղամարդ երգչի ձայնի մեջ։ Հովիկ վաղը առավոտյան կլինի Երկիր մեդիայի եթերում, իսկ երեկոյան մեծ շոուին վաղը դեպի Եվրատեսիլի փակումն է եւ վաղը որոշվելու է ով է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլում, դրա համար էլ հրավիրված է Հովիկը Կիպրոսից, էլի շատ հյուրեր են հրավիրված, կարծում եմ որ հրաշալի շոու կլինի եւ դու այնտեղ կփայլես քո երգելով, այո։ Դու ունես նոր երկրպագուներ։ Գնա առաջ եւ փորձիր ցույց տալ։ Այո, շնորհակալություն։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ ժամվա ընթացքում սիրելի ռադիոլսողներ եւ ես կկատարեմ ձեր երաժշտական պատվերները։ Մինչ այդ եւս մի քանի գեղեցիկ երգեր կլսեք, հետո ձեզ կմիանա արդեն Մարիա Գևորգյանը եւ կներկայացնի լուրերի հերթական թողարկումը։ Ես Լուլն եմ, դուք լսում եք ռադիոան, միասին ենք մինչ ժամը 20